Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է, որը մեզ միացել է տեսակապով, միջազգայնագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանը։ Բարև ձեզ, պարոն Գաբոյան։ Բարև։ Պարոն Գաբոյան, հերթական անգամ Հայաստանի ներսում ծավալվում են իրադարձություններ, որոնք մեղմ ասած այնքան էլ մեծ կապ չունեն իրականության հետ։ Խոսքը գնում է Հական Ֆիդանի հայտարարության մասին, Թուրքիայի արտգործնախարար, որը հայտարարել է։ Ես թուրքերեն չեմ հասկանում, ես թարգմանությունն եմ կարդացել, հետևաբար շատ նյուանսներ կարող է մեր ուշադրությունից վրիպել, բայց այնուամենայնիվ ըստ թարգմանությամբ պարոն Ֆիդանը երեկ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ են լինելու եւ պարոն Փաշինյանը ըստ պարոն Ֆիդանի ըստ հարցումների առաջատարն է։ Հետո գնում է ցիտատ. Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը Փաշինյանը որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Սա Հայաստանի ներսում որոշ քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ ընդունել են որպես Թուրքիայի կողմից Հայաստանին ներքին գործերի մեջ խառնվելու փորձ եւ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը աջակցության հայտնում։ Որքանով է սա իրականությանը համապատասխանում, խնդրեմ նաև ձեր տեսանկյունը։ Հիմա անշուշտ իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ այլևս գախյալ են այս Թրամփի ուղի ծրագրին հետ, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջան հարաբերությունները։ Երևի այդ կանխատեսումը գա կամ այդ վարկածը, որ իրենք քիչ մտավախություն ունին, որ իշխանապողություն կատարվի հունիսի ընտրություններին հետ, անոր համար փոխվին ամեն տարածքաշրջանի թիմակիցը կամ իրենց հետ Ռուսիա արդեն ունեցած հակասությունները կամ անշուշտ մեզ խորանա կամ իրենք դուրս մղվին ավելի այդ շահերու սպասարկումի առումով թե Թուրքիան թե Ադրբեջանը։ Անոր համար այդ խորապատկերով գրնանք դիտել որ մենք այսպես կոչված կսպասենք կամ կաչակցենք Փաշինյանին։ Ինքը ոչ թե թրքական դարբերակը կամ վարկածը պաշտպանելով, բայց ամբողջ միջազգային ընտանիքն ալ գիտե, մենք ալ գիտենք, որ ստորագրող այդ պայմանագրին Փաշինյանն է։ Այսինքն միշտ ստորագրող կողմը ավելի դերն է կամ իրավասուն է իրակորձելու որևէ ծրագիր, այսինքն թե իրավական առումով, թե հոգեբանական, բոլոր տնտեսական առումներով, որտեղ ինքը շատ բարձ իրողությամբ որ մարամասություններուն տեղյակ է։ Անոր համար կարծեմ թե եթե ներքին չեմ կարծեր Փաշինյանը կամ ներկա կառավարությունը այդքան տատանվող կամ ճակատագրական սայներու պետք ունին, այսինքն համեմատությունը 50-ով 50 չէ, իմ համեստ կարծիքով քիչ ավելի նժարը դեպի Փաշինյան հարած է մինչև հիմա անշուշտ, որովհետև Թրիպի ծրագիրը, նաև Թրիպի ծրագիրը միշտ խոսած ենք Սիրելի Դավիթ, որ բրգության լաստեր Հայաստանին համար երոտ։ Նաև այսպիսի մի հարց է առաջանում, եթե Թուրքիայում այդքան շահագրգռված են, որպեսզի Հայաստանում չլինի իշխանափոխություն եւ ինչ որ առումով նաև ցանկանում են, որ Փաշինյանի իշխանությունը հարատև լինի եւ շարունակվի, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթանակ ունենա, ինչու սահմանը չեն բացում եւ դրանով իսկ այդ աջակցությունը գործնականով չեն հաստատում եւ չեն ցուցադրում, որտեղ հասկանալի է, որ հայ-թուրքական բաց սահմանը դա բավականին մեծ բենեֆիտներ է բերելու առաջին հերթին մեր գործող իշխանություններին, եթե իրոք այդպես է։ Ճիշտ է, շատ տրամաբանական հարց է եւ փոխկապակցված առաջին հարցին հետ։ Հիմա մենք ինչպես որ ասենք անգլերեն արտահայտությունը մի չի կորցած, բայց մենք իրենց կոշկները չհակվինք այստեղ Թուրքիան ինչ կմտածի, բայց Թուրքիա եւ Ադրբեջանը, եթե համատրումներու թեր խաղերում մեջ են, իրենց կարծիքով այսի
ենթադրություն է կամ այսպես բարգած, որ ժամանակ շահելու առումով կհետաձգեն սահմանի բացումը, որ տեսնեն տրիպի կորձաթրումի բդուղները ինչքան, այսինքն 4 հաշվարկներով ինչքան իրենց նպաստավոր պիտի կա, հետո սահմանը բանան, այդ վարկածը կա, գամալ մի 10-րդ բահու թողեն սահմանի բացումը նորեն շահարկումի, նորեն որտեղ ինքը Թուրքիան կփորձի առավելակույնը, այսինքն փոքր, որտեղ գիտեմ որ այդ վարկանին որ սահմանը բացավ մյուս հաշվարկներու երեսով մեդալի մյուս կողմը Հայաստանն է շահողը, այսինքն ինքը պիտի ապրանքաշրջանառությունը, logistics service-ը եւ այլն Հայաստանին իննպաստ է այս առումով։ Ինքը երկար long run ինչպես կսեն հավանաբար շահի 20 տարի վերջ ողող է եւ այլն շուկաները գրավե, բայց ուրիշ աշխարհը շատ փոփոխվող, շատ քեր զարգացող այլևս ժամանակներ կապրի։ Ուրեմն Թուրքիան ես կգարձեմ ամես կարծիքովս կփորձե առավելակույնը շահիլ, նույնիսկ եթե տրիպի կորձաթրումը ուշանա Հայաստանի ներքին եկող կառավարությունը ով պիտի դառնա արդյոք Փաշինյանն է կամ բոլորովին նոր եթե թիմությունը շահեցավ ընդրությունները եւ տրիպը չիրակորձվեցավ եւ պատկերացնենք որ սահմանը բաց է Իդ կոչելու խնդիրներու այսպես մտավախություններու դիմաց է Թուրքիո գերեբի մեկ կալ արջևն երկու կալի բայց այս ամեն բոլորը սիրելի Դավիթ այս մենք այլևս ինչպես որ մենք միշտ նշած ենք շատ ունելիք չունենք այս սահմանի բացման այսինքն կնտագը մեր դաշտին մեջ չէ ոչ մեկ բան կրնան կնել այս հարցով եթե բիճի ուզեն սահմանը բանալ իրենց հարցերը Ամերիկայի հետ պետք է հստակացնեն այսինքն տրիպը առանց փակ սահմանի Իշմա անիրակորձելի գտվի այդ է ուղեցույցը իրենց ոչ թե Հայաստանի բառած քաղաքականություն այսինքն մենք բանը չունենք այլևս կամ կփանան կամ չեն փանել Տիգրան, իսկ որպեսզի մենք հասկանանք այդ հեռանկարները սահմանի բացման եւ Թուրքիայի հետագա քայլերի, փորձենք հասկանալ Թուրքիայի համար տրիպը ինչ նշանակություն ունի, այդ գործընթացը, այդ նախագիծը Թուրքիայի համար ինչ կարեւորություն ունի, ինչ է տալիս դա Թուրքիային։ Ինքը Թուրքիային այդքան մեծ շահեր չի չապահովեր, ինչքան որ ավելի Ադրբեջանին եւ մեզ անշուշտ մոտավորապես բայց Թուրքիա չի այսինքն թեմ չկանգնեցավ կամ չուզեց խանգարել տրիպի իրագործումը շատ բարակաները մեկնած որովհետեւ եթե իրենք այսպես կոչված փայլուն գործողություն իրագործեցին Արցախի մեջ Ռուսիո հետ համատրումներով եւ ինքը Կովկասի մեջ ոտ ունեցավ Ամերիկան ալեթե աչ խփեց այս հարցով այլևս Ամերիկայի հավասարակշռությունը ամերիկյան ամիջական միջամտությամբ կգադարվի տրիպով եթե տրիպը մերժեր Թուրքիան ամերիկայի հետ ավելի հակասություններով պիտի հանդիպեր անորամար ինքը գիտակցի որ եւ Ադրբեջանի անշուշտ վարած արտաքին քաղաքականություն անորամար եթե իրենք կսպասեն որ ցախողվի տրիպը եւ իրենց քրավը դրած են որ Թրամփը շատ հարապոփող կամ մտափոխող անձնավորություն է այս Թրամփը դեռ 3 տարի ունի առաջին շրջանը երկրորդ շրջանն է բայց կրնալ հավանաբար ընդմիջված շրջան է կրնա նորեն վերընտրվել եւ Ամերիկայի պես երկիրը որը փաստվեցավ վերջին իրադարձություններուն որ այլևս միան քեր ուժի երկիր չի աշխարհի ոստիկանն է ինքը Վենեսուելայի հարցով տեսանք հիմա այս Պարսկաստանի հարցնագրական մի քանի շաբաթ են այսինքն Ամերիկայի թեմ երթալ Ադրբեջան վստահելով իր ազազուն կամ ոչ ապարասակշիռ հարաբերությունները Ռուսիո հետ Ադրբեջանի համար կարծեմ թե անիրատես կայլեր Ալիևը անդրադարձավ պետք է տրիպ իրագործել այս բարակային Թուրքիա ինչպես որ գործունեություն չլա շատ շահ չի դեսներ բայց Ադրբեջանի ալ չի գտնար հագատրվել որովհետև եթե Ադրբեջանի հագատրվի իր բոլոր այդ գործարքը որ կատարեցին Արցախի մեջ եւ փայլուն գործողությունը անիմաստ կդառնա անշուշտ այստեղ Իսրայելի գործոնը գա Պարսկաստան Իրանի գործոնը գա քիչ մնալ անշուշտ Վրաստանի հետ իրենց հարաբերություններու
մանրամասնություններ կա այս բոլոր հարցերով։ Այդ փայլուն գործարքից, ինչպես դուք ասում եք, հերթական անգամ ստիպված են վերադառնալ այդ թեմային։ Ինչ է շահել Թուրքիան եւ ինչ է շահել, եթե տեղին է այդ խոսքը, տվյալ դեպքում Ռուսաստանը։ Թուրքիան իրենց ներքին հարաբերություն, Ալիև Էրդողան հարաբերություններում մեր տնտեսական շահեր կան այդտեղ։ Ինքը անշուշտ Արցախը մեր պատմական հայրենիքի մեկ մասը գործընծուցին այս փայլուն ճակերտված փայլուն գործարքով իրար մեջ իրենք բացահայտ հայտարարեցին, ինչպես միշտ ասենք։ Ադրբեջանը շահեցավ, անշուշտ Ադրբեջանը բարդական է Թուրքիո այս հարցով։ Ռուսիան ինչ շահեցավ, Ռուսիան գործընծուց, Ռուսիան ամեն ճակատներու վրա գործընծնողի, նահանջողի, տգարի թիրքերու մեջ է Վենեսուելա, Սուրիա, Լիբիա, Հայաստան, Ուկրաինա, այսինքն Ռուսիա մնացել է միան իր վերջին խաղակարտը ատոմական ռումբը, ուրիշ բան, այսինքն վերջին Ռուսիա ստվերային նավադորմերու վրա հարցակումը այսօրվա անկլյո հայտարարած բալիստիկ հրթիռներու ավելի մեծ մասշտաբով մատակարարումը եւ այլն։ Ռուսիա վնասած է, որովհետեւ Թուրքիա Ռուսիային զորավոր է ոչ թե միջուկային զենքերու առումով, դինամիզմով, տնտեսությամբ, իր թիրքով, իր վարած արտաքին քաղաքականությամբ։ Թուրքիա գդարած Ադրբեջանին պատմական ծառայություններ եւ եղբայրական իրենց մեջ այսպես ոսկյա նվեր անշուշտ եւ իրենք հայտարարած էին, եթե մենք քիչ մեկնանքով գետեւեինք 2018-ին 19-ին իրենց միդիան հասարակական գարցիկը միշտ կսեր մենք 2021-ին պիտի տոնենք հաղթանակը Ստեփանագերդի, որ իրենք կոչեն խնգալի խանգերդի մեջ եւ այդ գործարքը միշտ կսեն Պուտինին հետ արդեն մենք կնկած ենք եւ ճիշտ դուրս եկավ ցավոք իրենց թե կանխատեսումը թե իրենց որչորչած այսպես ծրագիրը Եվ նաև այսպեսի մի հարց մեր զրույցի վերջում Տիգրան Թուրքիայի հայտարարություններում նախարար Ֆիդանի հայտարարություններում այլ պաշտոնյաների ես տեսնում եմ բավականին մեծ մտահոգություն առ այն ինչ կատարվում է կամ կատարվում էր արդեն անցյալում Իրանում Թուրքիան բավականին մտահոգված է եւ տպավորություն է ստեղծվում որ նրանք ռեժիմի փոփոխության մեջ այնքան է շահագրգռված չեն ինչու հարցեր է առաջացնում ըստ ձեզ ինչու է այդպիսի դիրքորոշում որդեգրել Անկարան Շատ բարձ սիրելի ծովից, որովհետև եթե ռեժիմը փոխվի Իրանի մեջ, պիտի ավելի ամերիկյան արևմտյան ռեժիմ պիտի հաստատվի, վարչական իշխանություն պիտի հաստատվի այդտեղ, որը Թուրքիային ավելի պիտի սեղմե օղակը Թուրքիո վրա, որովհետև եթե արևմտյան կամ ամերիկյան վարչակարգ հաստատվի, կնշանակի Իսրայելի հետ լավ հարաբերություններ, իսկ Իսրայելի հետ արդեն Թուրքիա գերտա թեպի թիմագայություն, թեպի հակամարտություն եւ օղակը պիտի սեղմվի Թուրքիո վրա բարձրայդ պատճառով եւ իրենք իսլամական այսպես համատրումներու այդ իրենց նախա նիշերը կամ իրենց ունեցած հարաբերությունները պիտի կորսնցնեն միշտ հագարակ շիա սուննի հակասություններ կար Իրանի հետ, բայց իբր իսլամական ռեժիմը լալով Թուրքիա միշտ փորձած է նիշեր շահել այդ առումով։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Գաբոյան, եւ լավ երեկո։ Խնդրեմ։ Մեր հյուրը, որը մեզ միացել էր տեսակապով, միջազգային նագետ, հրապարակախոս Տիգրան Գաբոյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։